Մարդ, որպեսզի կարողանա գողանա, թալանի, պետական տենդերի չեմ մասնակցել, պաշտոն չեմ ունեցել, պետք է ունենաս այդ պաշտոնը, որ կարողանաս օգտագործես, հեռավոր ազգակցական պաշտոնյա բարեկամ չեմ ունեցել, 2008 թիվը որտեղից է գալիս, ես եղել եմ ազգային ժողովի փոխնախագահի օգնական, իմիջիալոց ինձ չեն մեղադրում պաշտոնական դիրքը չարաշահելու, կաշառք տալու, կաշառք վերցնելու, հարկեր թաքցնելու մեջ։ Ուղղակի ասում են, տեսել ենք գույք ունես ու այդ աղբյուրը չի երևում, արի ապացուցի։ Գործ ուղարկել են դատարան, գնա հերթով սկսի ապացուցել։ Իհարկե ամեն ինչի ձեռքբերման եւ փաստաթղթերը կա, եւ աղբյուրները կա, եւ մնացածը, այստեղ խնդիր չի լինելու։ Խնդիրը այս շոուն է ու այս տհաճությունն է, որ ամբողջ ընտանիքիդ, հարազատներիդ քուր, եղբայր, հարս, կին, հայր, մայր, սաղի ունեցվածքի վրա կալանք են դրել, հաշիվները սառեցրել, sense մի հատ շոու են անում ու մարդկանց կերակրում են, տեսեք, հերթական գողին բացայտող գողնել եք դուք, թալանչինել եք դուք, ու այս դահլիճում նստած ձեր ՔՊԱ-ականներ ես։ Ում հետ եք տարե համեմատում ես։ Խոսնակ եղած օրվանից մինչև հիմա ինչ անշարժ գույք ձեռք բերել եմ, տալիս եմ իրանց։ Այսինքն, որտեվ իրանք անընդհատ ասում են ազգային ժողովի փոխխոսնակը պատգամավոր բան, տպավորություն է, որ սենց այս ընդդիմադիր իրավիճակում թալանել ենք $700,000 մեկից։ Իմ ընտանիքը զբաղվել է գործարարությամբ։ 2016 թվականին ստեղծված ընկերությունը, որի իր հիմնադիրներին փոխանցած շահաբաժինը համարում են ապօրինի, այս 10 տարվա մեջ իրենց իշխանության տարիներին վճարել են $600 միլիոն ավել հարկ, շուրջ $500 միլիոն տվել ենք աշխատավարձ։ Այսինքն այդ գումարը, որը տենց մեծ հայտարարում են $700,000, $267 միլիոն, 66, դուք էլ գրել էիք դրամը դարձրել էիք դոլարը արդեն, դա այդ ընկերությունից փոխանցված շահույթն է իր հիմնադրում 10 տարվա ընթացքում։ Ինչ ասում դատախազությունը, ասում է, քանի որ ինձ հայտնի չեն, իրավասու մարմնին հայտնի չեն տվյալներ, թե այդ ընկերությունը ինչ կարգի ներդրումներ է իրականացրել, հետևաբար չի երևում այդ ներդրումների աղբյուրները, այդ ստացած շահույթը համարում ենք ապօրինի, եկեք դատարանում ապացուցեք։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե դուք չեք ուսումնասիրել, եթե դուք չգիտեք, ես տեղից պաշտոնապես ասում եմ, որ այդ ընկերությունը որևէ դրամ ներդրում չի արել, որովհետև դա ընդհանրապես կառավարող ընկերություն է եղել, վարձակալել է հյուրանոցներ եւ կառավարում է իրականացրել, որտեղից շահույթ է ստացել։ Այսինքն այս շոուն, որը անում եք անիմաստ, առանց ուսումնասիրելու, առանց այդ տեղեկությունները իմանալու, դրա նպատակը ո՞րն է։ Պարզ բան, որ այս ամբիոնից հայտարարեն, տեսեք, գողերը, թալանչիները, սենց թվեր հրապարակեն, բայց տակը ոչ մի բան չկա, սա ընդամենը շոու է, որը կարճ ժամանակ հետո բոլորին պարզ կդառնա։ Նույնիսկ ասում եմ, իրենք իրավունք չունեին այդ ժամանակաշրջանի հետ կապված բարույթ հարուցել, որովհետև օրենքը ասում է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից հետո ես պաշտոն Ժորժ ջան չեմ ունեցել, հեռավոր ազգակցական բարեկամ էլ չեմ ունեցել։ Ու եթե այս իշխանությունները 7 տարի փնտրեցին, ինձ գտան, որ ես եմ կոռուպցիոները, ինչ ասեմ, մեղք են սրանք։